Եպիսկոպոսը Սարգսակի է ծեծել այն էլ ճրագալույցի պատարագին։ Գեղամ Սարգսակը պնդում է հարվածներ ստացել է, բայց չգիտի ծեծեր թե ոչ։ Ընդհանուր հարվածներ է հասցրել։ Չգիտեմ, դա ծեծ է համարվում, ծեծը չգիտեմ, էլի կոնկրետ ինչը ոնց է բնորոշում ծեծի, բայց հարվածներ հասցրել այնց։ Ընթոր եւ ընթոքվույց սրբով։ Ըստ Սարգսակի հարվածներ հասցնողը մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր։ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից։ Վարոր թերաձեռքը գտնեց ու ներս տարավ։ Ես իրան ոչ հարվածել եմ, ոչ էլ ավելորդ բառ եմ ասել։ 23 տարի հոգևոր ծառայություն իրականացնող Սարգսակը զատկական պատարագը բաց է թողել, այժմ էլ նկարահանումից հրաժարվեց, որովհետև ասաց ներարկումներ է ստանում ցավերին դիմանալու համար։ Ցավերը ոչ թե հարվածից, այլ սթրեսից են։ Բժիշկը ինձ ասեց, որ ստրեսի արդյունք է, օրգանիզմը լավ ստրես է տարել։ Ու ստրեսից հետո կուչա եկել ամբողջ նյարդային համակարգը։ Ինքն էլ այսօր գտնվում է շատ ահավոր ծանր վիճակի մեջ, քանի որ ինքը ուներ ողնաշարային խնդիր եւ այսօր այդ նյարդերից երևի կամ միգուցե, չգիտեմ, հարվածից ավելի բարդացել է, հիմա ինքը բուժումների մեջ է, սրսկումներ է ստանում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսարարապետ Պողոս Վարդապետն է ճրագալույցի պատարագը մատուցել։ Ինչ է եղել։ Պատմեց այն, ինչ իր ներկայությամբ է եղել եւ այն, ինչ լսել է Սարգսակից։ Պատարագի ժամանակ, երբ ինքը հայր Պողոսը ծածուկ աղոթքի մեջ էր, մոտենում է Սարգսակն ու ասում, որ իրեն Անուշավան Սրբազանը հրահանգել է իջնել Սուրբ Սեղանից, այսինքն պատարագի մատուցման արարողությանը չմասնակցել։ Ես իրեն կանչում եմ, ասում եմ, եթե պատճառ չկա, Սրբազանը քեզ որևիցե պատճառ ասել է, որ այս պատճառով պիտի դու մնաս ներքևում։ Ինքը ասում է ոչ։ Հետևաբար ես ասում եմ, ուրեմն մնա եւ շարունակի քո սպասավորությունը, որպեսզի չտուժի այս սուրբ օրով, տոնական օրով պատարագի ծառայությունը։ Հայր Սուրբն ասում է, պատարագի կարգն է այդպես, բոլոր սարկավակներն ու դպիրները վերևում են լինում, եթե նրանցից որևէ մեկը պատժված չէ։ Եթե Գեղամ Սարգսակը պատժված էր, պիտի վաղօրոք իմանայինք, ասում է լուսարարապետ ու այդ օրը պատարագող Պողոս Վարդապետը։ Գիտեմ Սարգսակին, Գեղամ Սարգսակին, ինքը շատ հնազանդ, խոնարհ, ծառայասեր եւ եկեղեցու նվիրված անձնավորություն է։ Հայր Սուրբը պատմում է ճրագալույցի պատարագի ավարտին Անուշավան Սրբազանը Սարգսակին կանչել է ավանդատուն, իր առանձնասենյակ։ Երկուսով են եղել, որ հենց այստեղ էլ սկսել է հարվածել, Հայր Սուրբն արդեն Սարգսակից է լսել։ Անուշավան Սրբազանին եկեղեցում չգտանք, մեր զանգերը անպատասխան մնացին։ Ավելի ուշ նա փոխանցեց իր հերքումը, ոչ թե ծեծկրտուք է եղել, այլ քննարկում Սարգսակի հետ։ Ճրագալույցի Սուրբ Պատարագի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծառայող Սարգսակի պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ տեղի է ունեցել կարճ քննարկում տվյալ Սարգսակի հետ, որի արդյունքում նրան արվել են նաև որոշակի դիտողություններ։ Զրպարտություն է, թե ինքը Սարգսակին ծեծել է, Անուշավան եպիսկոպոսը խոստանում է իրավական գործողություններ սկսել, եթե այս պատմությունը շարունակվի։ Եկեղեցու լուսարարապետին հարցրինք չի փորձել նույն եկեղեցու հոգևոր տեսուչից Անուշավան Սրբազանից ճշտել, ինչ է եղել։ Մենք չենք կարողանում հանդիպել իրար։ Դե ինքը գալիս է միշտ, այսինքն իր հետ նաև լինում են կողմնակի անձնավորություններ, ես առանձնազրույց չեմ կարողանում ունենալ։ Եկեղեցում պատմեցին Անուշավան եպիսկոպոսը այստեղի հոգևոր տեսուչը, միշտ չի, որ այստեղ է լինում, երբեմն գալիս է անպայման մի քանի ուժայինների ուղեկցությամբ, ինչ միացել է կաթողիկոսին գահից իջեցնելու շարժմանը, երկու պատարագ է մատուցել, երկուսն էլ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ։ Մեծարգո պարոն վարչապետ, պարոն նախագահ։ Բարենորոգման օրակարգը պառակտել է այս եկեղեցին։ Եպիսկոպոսն ուզում է գահընկեց անել վեհափարին, նրա հովության ներքո ծառայող Սարգսակը հավատարիմ է վեհափարին։ Ամբողջը տակնու վրա է եղել, այսինքն անդորը խռովված է։ Ազնվությամբ սпасելի չի։ Այն էլ Անուշավան Սրբազանից, մեր ոչ մի Տեր հայրից սпасել չի։ Հայր Սուրբն էլ չի վիրավորում ոչ մեկի, որ ասեմ ինքը կարող է վիրավորի։ Ճրագալույցի պատարագի օրը ավանդատան մուտքի մոտ տիկին Անահիտն է եղել, պնդում է ոչ մի միջադեպ չի տեսել։ Չեմ տեսել ես միջադեպ։ Հետո եթե միջադեպ լինի, ես ոնց կտեսնեմ, բայց չեմ տեսել, չի եղել։ Գեղամ Սարգսակը բնական է համարում, որ ոչ ոք չի տեսել, թե ինչպես է եպիսկոպոսը հարվածում իրեն, որովհետև դա տեղի է ունեցել ներս ընկած սենյակում, որտեղ երկուսով էին։ Իսկ ինչու իրավապահներին չի դիմել։ Դիմեմ ինչ անեմ, իրավապահներն ինչ կանեն, ես չգիտեմ։ Այսինքն այդ պահին որ չեմ դիմել, հիմա չեմ ուզում, երևի այդ պահին պետք է դիմեի, բայց ներքին ապրումներից ելնելով, չգիտեմ, այդ ժամանակ ոչ մեկին ես չեմ ասել։ Սարգսակը կարևոր է համարել, որ միջադեպի մասին իմանան միայն մայրաթոռում։ Իսկ էջմիածնում այս հարցը քննարկվելու է, մայրաթոռից դեռ չեմ պատասխանել։